Բարև ձեզ հարգելի դիտողներ, եթերում Մահակ Փոդքասթն է, այսօր մի քիչ ձևաչափի փոփոխություն ենք արել, ինչպես արդեն շատ-շատերը գիտեն, ձերբակալված է մեր թիմի անդամ, իմ գոլեգա Արեգնաս Մանուկյանը, եւ ես ստիպված եմ, կարելի է այդպես ասել, միայնակ դուրս գալ այս ամեն ինչի տակից եւ մենք բարբերաբար ունենալու ենք հյուրեր այս ֆորմատով եւ քննարկելու ենք շաբաթվա կարևոր իրադարձությունները քաղաքական, տնտեսական եւ փորձելու ենք մեր հասարակությանը տալ հնարավորինս օբյեկտիվ եւ ճշգրիտ ինֆորմացիա։ Մենք գիտենք, որ դաշտը լցված է կեղծիկով, մանիպուլյացիաներով, ուղեղներ հարտուկելու, ուղեղներ լվանալու Գեբելսյան քարոզչական մեքենան Փաշինյան Նիկոլի շատ հիանալի աշխատում է, ցավով եմ ես սա արձանագրում եւ մենք մեր համեստ ռեսուրսներով, մեր համեստ հնարավորություններով փորձելու ենք մեր մասով մի քիչ գոնե փորձենք պայքարենք այդ ամեն ինչի դեմ։ Եվ այսօր մենք կարևոր իրադարձությունները կքննարկենք քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ, Դանիելյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Դանիելյան։ Շաբաթվա իրադարձությունները առանձնացնելուց ես առաջինը չէի կարող չնշել Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը, շատ հետաքրքիր էր, հատկապես ձևաչափը, մատուցման, հայկական կողմը մի փոքր երկար տեքստ էր գրել այն մասին, որ ինքը խոսել է, Փաշինյան Նիկոլը խոսել է Վլադիմիր Պուտինի հետ, այնտեղ դժգոհել է ԵԱՏՄ-ի հետ ԵԱՏՄ-ում առաջացած խնդիրներից, հատկապես խոսքը վերաբերում է ապրանքների արտահանմանը Հայաստանի, ինչպես գիտենք, դա խնդրեմ է արդեն վաղուց եւ հպանցիկ խոսվում էր, որ նաեւ խոսք է գնացել հանրաքվեի մասին, ԵԱՏՄ թե ԵՄ այդ համատեքստում ռուսական կողմինը շատ լակոնիկ էր, շատ կարճ, կարելի ասել նաև շատ կոշտ, այնտեղ ասված էր, որ տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց եւ միակ թեման նշված էր, որ Պուտինը ասել է, որ իրենք սպասում են, որ Հայաստանում տեղի ունենա հանրաքվե, որտեղ որոշվելու է հայ ժողովուրդը ընտրում է ԵԱՏՄ-ն թե ԵՄ-ն։ Եվ տպավորություն էր, որ այն ինչի մասին գրել էր Փաշինյան Նիկոլի մամուլի ծառայությունը, այդ մասը նույնիսկ Պուտինը չէր լսել, կարող է եւ հեռախոսը արդեն անջատված է եղել, ինքը ուղղակի խոսել է։ Եվ հիմա փորձենք հասկանալ, սա տակ արդեն կարելի ասել հակամարտություն է տնտեսական Ռուսաստանի հետ եւ ինչով սա կարելի է այստեղ հանգուցալուծումը որը կարող է լինել, որ բխի Հայաստանի Հանրապետության, Հայաստանի արտադրողի, արտահանողի շահերից։ Երևի սկսենք ձեզանից, պարոն Բոզոյան։ Տեսեք, նախ փորձենք մեր ընթերցողներին ավելի մատչելի հասարակ ձևով ներկայացնենք, թե ինչ է կատարվել։ Ուրեմն Ռուսաստանը փակել է իր շուկան Հայաստանի մի շարք ապրանքների համար, բնականաբար այդ ապրանքների արտահանումը կասեցված բավականին խնդրեմ է դարձնում Հայաստանի թե արտադրողների համար, թե տնտեսության համար։ Այդ իրավիճակից ելնելով Նիկոլ Փաշինյանը զանգ արել է Ռուսաստանի նախագահին, փորձել է այս խնդիրը կարգավորել, որպեսզի խնդիրը լուծվի։ Ռուսաստանի նախագահան պարզ հայտարարել է, որ քանի որ դուք ընդունել եք օրենք ԵՄ-ին միանալու համար, դուք փաստացի, եթե գնում եք այդ ճանապարհով, այլևս դուք չեք կարող մնալ ԵԱՏՄ-ի ժամանակավոր մնալ ԵԱՏՄ-ի անդամ, օգտվել ԵԱՏՄ-ի անդամի առավելություններից, միաժամանակ փորձելով գնալ ԵՄ-ի ճանապարհով։ Դուք պետք է ընտրություն կատարեք, որտեղ ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն իրար հետ հնարավոր չեն համատեղվել։ Ընդ որում ինքը մի քանի անգամ հիշեցնում էր նախորդ իր ելույթների ժամանակ, որ նույն ճանապարհով փորձեց գնալ Ուկրաինան եւ տեսակ թե ինչ ստացվեց Ուկրաինայի հետ։ Դուք օգտագործում եք ժամանակը, որ ես փորձեմ հակադրվել, հա, իշխանության բառամթերքով, իրենք ասում են ինչի ժամանակավոր, օրինակ մենք ԵԱՏՄ-ի հետ կապված, ԵՄ-ի հետ, Եվրամիության հետ կապված որևէ կոնկրետ գործողություն չենք արել, ոչ հայտ ենք ներկայացրել, ոչ անդամության թեկնածու ենք, հիմա առարկայական չի, այդ համատեքստում դնենք հանրաքվե անենք, երբ որ չկա այնտեղ տեսանելի հեռանկարում ինչ-որ գործողություն։ Դե ես ցավով պետք է նշեմ, որ այն ինչ որ հիմա փորձում է անել Նիկոլ Փաշինյանը, նույնիսկ այտենց պրեցեդենտ չկա մեր post-սովետական տարածքում։ Սա շատ նման է
այն հայկական միջավայրում տարածված այն մարդկանց, ովքեր որ ուզում են դիմացին հիմարի տեղ դնել եւ փորձում են եւ մտածում են, որ դա այնքան բնական է հիմարի տեղ դնելը, որ կարող է ստացվի։ Տեսեք, Ուկրաինան այն ժամանակ ինքը չէր ասում, որ ուզում եմ օգտվել ԵԱՏՄ-ի հնարավորություններից եւ գնամ ԵՄ։ Ոչ, ինքը ասում էր, որ ես ընտրության խնդիր ունեմ եւ որոշել եմ գնամ ԵՄ-ի ճանապարհով։ Այսինքն ինքը տենց սկզբնական փուլում էր փորձում համատեղել, որ չստացվեց, ինքը արդեն որոշում կայացրեց գնալ ԵՄ-ի ճանապարհով։ Հիմա Հայաստանի ղեկավարը զարմանալի է, որ Հայաստանի հասարակության մեջ կան մարդիկ, որոնք դա հələ որ նորմալ են համարում։ Մարդը ինչ է հայտարարում, ասում է, քանի որ ես հիմա ուզում եմ գնամ ԵՄ, բայց քանի որ ԵՄ-ի ճանապարհը երկար է, ուզում եմ մինչև օգտվեմ Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի հնարավորություններից։ Նրանք էլ հիմար են, էշեն, իրանք պետք է թույլ տան, որ դու օգտվես դրանից, դու ուժեղանաս, հետո նոր արդեն գնաս ԵՄ, լավ, մի հարց եմ տալիս, լավ, այս իրավիճակում կարծում եմ, որ հայ հասարակության մեջ պետք է առողջ մի հատ հարցադրում ունել, որ սա ամոթ է, այս տիպի, եթե դու ուզում ես գնա ԵՄ, հայտարարի, որ դու ես գալիս ԵԱՏՄ-ից, ոնց որ Ուկրաինան արեց, ու գնա ԵՄ, եթե դու տենց ես, եթե դու չես ուզում գնաս ԵՄ, անպագորգոր մի հայտարարի դրա մասին, որպեսզի կարողանաս օգտվես ԵԱՏՄ-ից։ Հիմա բայց քանի որ նույնիսկ եմ ասում հայ հասարակությունը արժե համակարգային իմաստով խորը փլուզված, արժե համակարգը վերացած հասարակությունն է։ Սենց ոչնչացված հասարակություն շատ դժվար է պատկերացնել, եթե նայում եմ կողքերս Ռուսաստան, Ուկրաինա, Մոլդովա, Ադրբեջան, Վրաստան, ես չեմ տեսնում սա նման բան։ Մարդիկ բնական համարում են, որ 8 տարի ուղեղները լվացել են։ Գիտեք, ես Իրենց նույնիսկ եմ ասում, սայթերը, իրենց լրատվամիջոցները, իրենց քարոզիչներին որ լսում ես, դա ուղղակի մարազմ։ Հիմա ամենամեղ մարապաշարն եմ բայց սա ցավոք օգտագործում։ սրտի հետ նույնիսկ սերտ ավելի ֆունդամենտալ պատճառ ունի։ Մեր հասարակությունը արմատից փչացած հասարակություն է դարձել այս վերջին 30 տարվա մեջ։ Այսինքն մարդկանց մոտ քցելը, խափելը համարվում է բնական բան։ Այո։ Այսինքն սուտ խոսելը, քցելը, խափելը դա ոչ միայն քաղաքականության մեջ, այլ տնտեսական հարաբերությունների մեջ, մարդկային հարաբերությունների մեջ դա բնական բան է դարձել արդեն։ Եվ քանի որ ոչ մեկ չի զբաղվել հասարակության առողջացմամբ, մենք հիմա զարմանում ենք, որ այս կողմի այս պրիմիտիվ մակարդակի խափեությունը դրսում ասում ենք տղա ջան, կարող դուք ձեր եք առնում։ Հիմա այսինքն պատկերացրեք, հիմա ինչա մեզ ուղղակի կողքից հələ մի հատ նայեք, հələ պատկերացրեք, էլի։ Դու ասում ես, որ ես ուզում եմ գնամ այնտեղ, բայց քանի որ հիմա, քանի որ դա երկար ժամանակ, այս ուզում եմ օգտվել ստեղից։ Ընդ որում ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի մեջ հիմա պատերազմ է, բառից բունի մասնով պատերազմ է։ ԵՄ-ն ասեմ ձեզ, ԵՄ-ն 21 փաթեթի պատժամիջոցներ է թունել Ռուսաստանի դեմ, 21 փաթեթ, որտեղ ԵՄ-ի ցանկացած երկրի Ռուսաստանի հետ հարաբերությունները մինիմիզացված են։ Ավելին կարեմ ասեմ, նույն Վրաստանը, որ ԵՄ անդամ չի, որը անդամության գործընթացի մեջ է։ Դուք գիտեք, որ նավթավերամշակման գործարան սարքել Սևծովի ափի մոտ Կուլևի գյուղաքաղաքում։ Այդտեղ ուրեմն ինքը հում նավթը վերցնում է Ռուսաստանից, բենզին էր սարքում։ Դա մեծ հաջողություն է Վրաստանը, որովհետև Վրաստանը նման փոքր երկիր է, նման տիպի գործարան սարքել։ Դա տեխնոլոգիաներ են, դա ներդրումներ են։ Շատ լուրջ ներդրում։ Հիմա 21-րդ փաթեթի մեջ սանկցիա պատժամիջոցների տակ է ինքը մտել, որտեղ ինքը Վրաստանը, որտեղ ինքը հում նավթ է վերցել Ռուսաստանից։ Ավելին Վրաստանը հայտարարեց, որ մենք օգոստոս ամսից արդեն կհրաժարվենք հում նավթից, բայց այդ պատժամիջոցները չանեցին։ Հիմա Հայաստանի 21 միլիարդ շրջանառությունից 7-6 միլիարդը պաշտոնապես Ռուսաստանի հետ է, 7-6 միլիարդ, որից մոտավորապես 3 միլիարդը Հայաստանը արտանում է, 4.5 միլիարդը ստանում է ԵԱՏՄ երկրներից։ ԵՄ երկրներից 2.5 միլիարդ է, որից ընդամենը 450 միլիոնն է արտահանում։ Մնացած ավելի քան 2 միլիարդը ներմուծում է։ Բայց դրան գումարենք, մտել ասեմ, թիվել ասեմ, Չինաստանի եւ Էմիրատների հետ 2.5-2 միլիարդ դոլարանոց շրջանառության մեծ մառուցի բաժինը անուղակի բոլորս էլ ասում են ռուսական կապիտալով է պայմանավորված։ Հիմա պատկերացրեք, եթե դու խզում ես Ռուսաստանի հետ հարաբերությունները, ուղղակիորեն 21 միլիարդից դու կոմոդ ստանում է մոտավորապես 9 միլիարդի կամ մաքսիմում 10 միլիարդ դոլար լինի, ասենք։ Հասկանում եք ինչ է նշանակում։ Պարոն Բոզյան, նաև պետք է նշել, որ այդ ծավալների մենք հասանք
Նիկոլ Փաշինյանի օրոք այդ կախվածությանը, այդքան խոսում են Ռուսաստանից կախվածությունը թուլացնելու մասին եւ այլն, այդ ապրանքաշրջանառությունը կտրուկ տեմպերով աճել է վերջին 8 տարիների ընթացքում, թե պատճառներն ինչ են, մենք քննարկենք, բայց այդ հարցում կներես, ես չեմ ուզում օբյեկտիվ լինեմ, այդ կախվածությունը օբյեկտիվ դարձավ, ինչի, որտեղ այսպես կոչված պարալելնի բիզնեսի հետ կապված խնդիր էր, այսինքն Ռուսաստանի եւ Արևմուտքի հետ խզված էր կապը, եւ Ռուսաստանը ման էր գալիս երկրներ, որի միջոցով ինքը կարողանար այդ ապրանքաշրջանառությունը կազմակերպել։ Դա մեջ ակտիվ ներդրում ունեցավ Էմիրատները, Թուրքիան, Վրաստանը, Ղրղստանը, Ղազախստանը, այդ թվում նաեւ Հայաստանը, եւ այստեղ Հայաստանը երբ որ մտավ այդ process-ի մեջ, դա դրական եմ համարում, որտեղ դրանից Հայաստանը օգտվել է։ Հասկանալի է։ Հիմա տենց ստացվել է, այդտեղ մեղադրել թե ինչա ուղղակի նշենք, դե հիմա նշենք, որ այդպես է եղել։ Հիմա պարոն Դանիելյան, նշվեց արժե համակարգի մասին, նոր եթերից առաջ մենք խոսում էինք, որ ձեզ Վիկիպեդիայում կրոնագետ են ներկայացրել, այդ մասից սկսենք, հա, մեր զրույցը, որ արժե համակարգի հետ կապված խնդիր ունենք, եւ նաեւ քրիստոնեության կարևոր բաներից մեկը ստախոսությունը չհանդուրժել, չէ, արժե համակարգի մեջ դա համարվում է մեղք, եթե չեմ սխալվում, բայց հայ հասարակությունը ընդունում է մի իրավիճակ, երբ երկրի ղեկավարի պաշտոնին գտնվող անձնավորությունը առանձնանում է բացասական առումով այն բանով, որ ինքը հաճախ է ճշմարտության հետ չառնչվող հայտարարություններ անում եւ հիմա փորձենք հասկանալ, հա, այս իրավիճակում ինչու երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է բաներ, որոնք դեմ են բանականությանը, չեն համընկնում առողջ տրամաբանության հետ, նույն Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ կապված, բայց հայ հասարակությունը շատ հաճույքով սպառում է այդ ինֆորմացիոն պրոդուկտը, այսինքն հասկանում է, որ խնդիր է, պարոն Բոզյանը ներկայացրեց, հա, 10 քանի միլիարդ դոլար, եթե խզվեն հարաբերություններ, դուրս է գալիս մեր հնայից, հա, արտաքին շրջանառությունից մոտ 12 միլիարդ դոլար դուրս է գալիս։ Այսինքն գրեթե կեսը դուրս է գալիս, կեսից ավելին դուրս է գալիս եւ դա մեզ տանելու է կատաստրոֆայի, տնտեսական կոլապսի, բայց հայ հասարակությունը հպարտանում է, որ սա ինքնիշխանություն է, սա ինքնիշխանության դրսևորում է, հայ հասարակության որոշ մասը, բոլորին չեմ ասում, սա ինքնիշխանության արտահայտություն է, թե չէ Ռուսաստանի հետ այս տիպի հարաբերությունների կառուցումը։ Ուրեմն այսօր աշխողս ընկավ մեկ անձնավորության մի խոսք, որը այս գործող իշխանության պրոպագանդիստներից մեկն է, հա, եւ ինքը ասում է, հիմա մենք պետք է ընտրություն կատարենք ինքնիշխանության եւ ապրանքները Ռուսաստանում վաճառելու միջև։ Հասկանում եք, սա ինչ մանիպուլյացիաներ է գնում, այս կպատկերացրեք Ֆրանսիան կամ Միացյալ Նահանգները ինչի շուրջ է, չէ՞, Թրամփը ասենք բառում, որ որքան ասենք իրեն մաքսատուրքերը որքան կլինի, ամերիկյան ապրանքը որտեղ կառնեն, դեֆիցիտը։ Դե Թրամփի միակ խոսակցությունը է, այստեղից ինչ փոկեմ, ընդեղից ինչ փոկեմ։ Փաստորեն Թրամփը խոսում է ոչ թե Ամերիկայի անկախության մասին, ինքնիշխանության, խոսում է ապրանքի մասին, հա, այսինքն իշխանության հիմքը դա ռեսուրսներն են եւ տնտեսության հիմքն է, չէ՞, ընդհանրապես պետությունը ինչ է, ինքը ռեսուրսների վրա հիմնված է։ Ինքնիշխանությունը դա նաեւ տնտեսական ոչ միայն այլ առաջերտին, որովհետեւ եթե քո երկիրը չի կարողանում իր կենսական այդ բաները, կարիքները հոգալ, դու որպես պետություն փլուզվում ես, բնակությունդ գնում է եւ այլն եւ այլն։ Հիմա գանք արժե համակարգի մասին, թե ինչի հանրության մի մասի համար նորմալ է փաստացի վարչապետի, որտեղ ինքը արդեն դե ֆակտո վարչապետ է, ոչ թե երկու օրից։ Երկու օրից հետո ինքը փաստացի վարչապետ է, որտեղ ընտրությունները հասկանում ենք ինչպես է անցել։ Մենակ ԲՀԿ-ի դեպքը բավական է, բայց դեռ նաև մի 100-150 հազարի խնդիր կա, որը սահմանադրական դատարանում բարձրացնում են։ Այսինքն մենք գործ ունենք դե ֆակտո, այսինքն փաստացի վարչապետի հետ։ Ինչի հանրության մի մասը այդ վարչապետի ստերը, այդ աբսուրդները, հա, որ ինքը անդադ ասում է, ընկալում է, որտեղ դա հոգեհարազատ է եւ ես մի օրինակ բերեմ, ուրեմն 17-րդ դարի մի ֆրանսիացի ճանապարհորդ, որ Օսմանյան Թուրքիայում ճանապարհորդում էր, նոթեր է գրել եւ ինքն այնտեղ նկարագրում է, ասենք,
թուրքերին, հույներին, հայերին եւ ինչ ասում, ինքը ասում է, երբ որ Թուրքի հետ դու գործ ես բռնում, հա, ասենք գործնական բիզնես, առևտուր եւ այլն, ասում է բանավոր պայմանավորվում է հավանականությունը մեծային 90% կամ այլն 90% չի ասում էլի, որ ինքը իր խոսքը կկատարի, դու էլ քոնը կկատարես։ Ասում է, այս հույները շատ ված ժողովուրդ են։ Հույները խաբել սիրում են։ Դրա համար մի հատ պետք է թղթի վրա բոլոր հնարավոր տարբերակները գրես, որ ասենք այս դեպքում, այս դեպքում, որ քեզ չխաբի ու ստորագրես թակը, պայմանագիր լինի։ Ասում է հայերի հետ, ուզում ես պայմանագիր կնք, ուզում ես ստորագրի, ուզում ես մի ստորագրի, մեկը խաբելու էլի, ոչինչ չի փրկելու։ Հիմա տեսեք, մենք հիմա ունենք մի 2 օրից հետո փաստացի վարչապետ, որ այդ դասական կերպարն է, եւ այդ դասական կերպարի հանրության ես ուղղակի կասեմ էլ ուզում եղանա, ուզում չնեղանա, արդեն բանից անցել է, ցածր կրթական ցենզ ունեցող հանրության հատվածը իր մեջ տեսնում է հոգեհարազատ, ինքը այդ հատվածի ծոցից է դուրս եկել, հա, եւ այդ խաբել, գցել եւ այլն, դա իրենց մեջ կա եւ իրանք այդ խաբել գցելը բերել են միջպետական հարաբերությունների մակարդակի։ Բայց դա աշխատող տարբերակ է միջպետական հարաբերություններում, եթե առաջնորդվեն այդ խաբել, գցելու, ֆռցնելու, ասել, չանելու։ Ընտրություններում 500,000 ձեն հավաքելու համար մնացածը երևի տարբեր տեխնոլոգիաներով ավելացվել է, բավական է։ Միջպետական հարաբերություններով դա չի անցնում, որովհետև տեսեք, ինքը 18 թվականից սկսեց ասել բանակը վաճառված է, գեներալները կաշառակեր են եւ կռվող չեն, մեր բանակը դավաճաններ են։ Հետո ասեց քրեաօլիգարխիկ համակարգա, որը սպասում է ես Արցախում պարտվեմ, որ Հայաստանում իշխանությունը փոխվի եւ դրա համար իրենք դա կազմակերպում են։ Հետո ասում է արցախցիները փախած, ոնց էր ասում, փախած թե հա, նմանատիպ բառ, ես կդժվարանամ հիմա հիշել, թռած, հա, կներեք, եթե չի համապատասխանում, բայց եւ այլն։ Հետո ինքը ասում էր են բանկուկ նստածները, որ հիմա նստած են, վատ բաներ էր ասում, հետո հաջորդ փուլում ասեց նրանք գնացին այնտեղ նստեն, որ մենք դառնանք ինքնիշխան։ Ու սենց աբսուրդային կամ ինքը ասում է դա հոգեբուժության տեսանկյունից այլ բնութագրում ունի, պարոն Դանիելյան, ասենք։ Եթե անձին ենք մենք բնութագրում, կարող է հոգեբուժության տեսակետից խնդիր կա, բայց եթե մոտ մի 400-500,000 իրեն ընդունում, այսինքն այս հանդրության գալիս ենք հարցի սկզբից։ Այս հանդրությունը բուժվելու կարիք ունի, որովհետև ստեղ արդեն եւ տրամաբանական խնդիր է եւ արժե համակարգային խնդիր է, եւ եկեք բաց խոսանք, էլ որ ասում են ժողովրդին պետք չի վիրավորել եւ եկեք ամեն ինչ ճիշտ խոսենք, ճիշտ ասենք, այո, այս ժողովրդի մի հատվածը ունի շատ լուրջ արժե համակարգային խնդիր եւ ես երկրորդ բանը կասեմ, որը շատ-շատերի դուրս չի գա։ Սովետական միության ժամանակ, որ կար որոշակի արժեքային համակարգ, սովետականներ, սոցիալիստականներ, այդտեղ աբսուրդներ էր, հա, այդ կոմունիստական գաղափարը եւ այդ աբսուրդներից բացի, այնտեղ որոշակի արժեքային համակարգ են ներարկում, մուլտերի միջոցով հեքիաթներ, ընկերասիրություն, հայրենասիրություն եւ այլն։ Նույնիսկ շատ տհաճ պատմությունների Պավլիկ Մարոզովի պատմությունը դա գաղափարախոսության մասին է։ Այսինքն այս 2 օրից փաստացի վարչապետը ասած, Պավլիկ Մարոզովը պետական շահը բարձր է դրա միջմարտկային հարաբերությունների։ Եվ այն ժամանակվա իրական սովետական միության, հիմա իրական գաղափարախոսություն։ Այսինքն այս խնդիրը չափազանց լուրջ խնդիր է եւ սովետական միությունը որոշակի մտածողություն սար փոխեց, պետական ինստիտուտներ ձևավորվեցին, կրթական համակարգ, ես մի հատ թիվ կասեմ, կրթական համակարգը կայացավ, պետական ինստիտուտները խոսեցին, հայրենասիրություններ քարոզվում, այդ ամբողջ գրականությունը հայրենասիրական Սիլվա Կապուտիկյան, Դերենիկ Դեմիրճյան եւ սովետական միություններ, չէ, Պարուր Սևա, չնայած ես չեմ սիրում հայրենասիրության այն մոդելը, որ հիմա կա, դա սովետական միության շնորհքն էր։ Սովետական միության պետպատվերի մեջ էր մտնում 41 թվականից։ Բայց դա հիմա քննադատում են, պարոն Դանիելյան, որ դա կայսրական հայրենասիրություն է։ Այո, կայսրությունները ուրեմն մեկ կարևոր բան պետք է հասկանանք։ Կայսրությունները իր մեջ ապրող ազգերի մշակույթը, էթնիկ մշակույթը, պատմությունը եւ ֆինանսավորում կայացնումը
թույլ չի տալի քաղաքական դրսևորումներ։ Ուրեմն սովետական միությունում ազգային մշակույթներ եւ նույնիսկ ազգեր են ձևավորվել սովետական միության ժամանակ ուղղակի քաղաքական դրսևորումներ չէր թույլ։ Հիշում եք երկի ժողովրդական, ասենք պարարվեստ, անսամբլներ, երաժշտության բան եւ հիմա տեսեք սովետական միության ժամանակ մի շերտ է ձևավորել որոշակի արժեքային համակարգի վրա իր բացական կողմերով հանդերձ եւ թիվ ես ասացի չէ ուրեմն սովետական ուրեմն 1870 քանի թվականին Կարսի նահանգում տվյալներով բնակության 10-12%-ը տառաճանաչ է եղել ոչ թե գրագետ տառեր է իմացել իմիջիայլոց Հայաստանի տարածքում այդ նույն թիվն էր այնպես չի որ Հայաստանի տարածքում ապրած հայերի մոտ Հայաստանի տարածքում ավելի վատ է որտեղ Կարսում դեղ ռուսներ որոշակի մշակութային բան կար հիմա տեսեք այս ամեն ինչը ստեղծվել է սովետական միության ժամանակ հիմա կարելի էր առաջ անցնել մառազները մի կողմ դնել սովետական հիմա մենք գնում ենք հետ եւ եկել է այն շերտը թաքնված շերտը սովետական միության այդ պատմական այդ ճնշված ինքնիշխանությունը չունեցող թուրքի ճորտ այն որ ասում էր չէ լավա թուրքի շուն լինենք այդ թուրքի շուն եղած դարերով մի շերտ որը չի քաղաքակրթվել բայց թաքնված վիճակում մնացել է հիմա իր ներկայացուցիչը եկել է որպես վարչապետ եւ այդ շերտը գլուխը բարձրացրել է ես այս ձևի կնկարագրեմ այդ արժեքային այսինքն այդ ինֆորմացիոն Գեբելսյան քարոզությունը որ տարվում է ինքը ունի շատ խորքային շատ խորքային եւ դրա համար տեղ է հասնում այնպես չի որ ասենք բաց դաշտի մեջ արվում է այդ ամեն ինչ այսինքն մարգարիտները շաղ են տալիս այնպես որ դրանք բան լինեն էլի օգտագործող լինի չես ասում ում առաջ են շաղ տալի բայց ոչինչ չէ ասում եմ խոսելի առաջ շաղ մի տվեք բայց այս պարագայում շաղ տալիս են ճիշտ տեղում եթե հակառակ բանով տրամաբանությամբ մոտենանք պարոն Բոզյան շատերի համար միջև վերջի 1-2-3 ամիսը Ռուսաստան Հայաստան ոչ թե Ռուսաստան Հայաստան այլ իշխանություն Ռուսաստան այդ հակամարտությունը խնդիրները այդքան շատ չէին երևում համաձայնվեք որևէ խնդիր չկար հիմա ավարտեմ որևէ խնդիր չկար ըստ էության ապրանքները ծաղիկ չգիտեմ ձուկ միրգ բանջարեղեն ալկոհոլ ամեն ինչ արտահանվում էր կարծես ամեն ինչ նորմալ էր գնում գալիս էին որևէ խնդիր չկար բայց վերջի 2-3 ամիսների ընթացքում արդեն ամենասովորական քաղաքացին իր մաշկի վրա զգում է թե ինչ է նշանակում քաղաքական հարաբերությունները նման տրամաբանությամբ կառուցելը արկածախնդրության գնալը բայց նույնիսկ այդ դեպքում շատերի համար դա տրիգեր չեղավ հա ճիշտ որոշում կայացնելու օրինակ Արարատյան դաշտավայրի մեծ մասը եթե այդպես կարող ենք ասել ես թվերին հիմա չեմ տիրապետում կարելի է նայել գնանց ընտրեց գործող իշխանություններին համոզված եմ որ այդ ծաղիկի բիզնեսի ձկան բիզնեսի մնացած բոլոր բիզնեսների հետ կապված մարդիկ էլի գնացին ընտրեցին գործող իշխանություններին հայտարարություններից եմ դատում էլի շատ-շատերը այդպես են խոսում բայց հիմա հենց իրենք են կանգնել խնդրի առաջ իրենցից շատ-շատերը որոնք ընտրել են Նիկոլ Փաշինյանին եւ տպավորություններ թե կգա մի փուլ որ կկանգնի այդ հակամարտությունը կամաց կվերականգնվի դե հիմա Պուտինը կանգնել է փաստի առաջ փաստացի ղեկավար կա դե ինչ անի չի կարող չխոսել բայց այս հեռախոսազրույցից հետո Փաշինյանի մոտ ջղացումները ավելի շատացան արդեն հիմա ինքը խոսում է երկաթգիծը ռուսներից վերցնելու մասին խոսում է ինչ որ ծառայություններ կամ ինչ որ տարածքների մասին որոնց համար կարող է ինքը գումար պահանջի 2 միլիարդի մասին է խոսքը հավանաբար ես ենթադրում եմ որ դա ռուսական ռազմաբազան է որովհետև անվճար է չէ՞ դա ամեն ինչը տրամադրված եւ դրան ոչ թե դրանի պատասխան այլ ընթացքում ձկան վրա արգելք դրվեց կատնամթերքի արտահանման վրա արգելք դրվեց իմիջիայլոց Վրաստանի հետ կապված հենց ձկան վրա մենք Ռուսաստանը արգելք դրեց Վրաստանը պատմական մաքսիմումի հասցրեց ձկան արտահանումը դեպի Ռուսաստան շահեցին վրացիները եւ ներողություն նաեւ հունիս ամսին Վրաստանը 80%-ով աճեցրել է ծիրանի արտահանումը Ռուսաստան եւ ծաղիկների արտահանումը Խելացի մոտեցում ես որևէ բան չունեմ այստեղ ասելու իրենց տնտեսական շահերն պարոն Բոզյան
Անդրանիկ Թևանյանը երբ դրսում էր, դեռ չէր հետապնդվել, հա, գործողի քաղբանտարկյալ չէր դարձել, անընդհատ նշում էր, որ սրա ընտրվելու դեպքում հաջորդ թիրախը դառնալու է երկաթգիծը, հետո ռուսական ռազմաբազան։ Հիմա շատերի համար շատ հերոյա թվում է դա ամեն ինչ, դե ասեն դժվար, հա, ասենք երկաթգիծը դեռ ռուսներից վերցնի, դժվար ռուսական ռազմաբազան դուրս բերեն։ Մոտ հեռանկարում, տեսանելի հեռանկարում մենք նման տեսարանների ականատես կարող ենք լինել։ Տերնիկ, ես կարծում եմ, որ իմ կարծիքով շատերը չեն նկատել, բայց 2 տարի առաջ 2024 թվականին հենց սկզբից Փաշինյանը հայտարարեց, որ ռուսական ռազմաբաժան լուրջ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար։ Այսինքն այդ ինչ որ դու ասում ես, իսկ երկաթգծի հետ կապված խնդիրը բավականին երկար ժամանակ է դա process-ը գնում է։ Գիտեք, այս ինչի է սենս։ Ցավոք սրտի եմ ասում, մեր ընդհանրապես ժողովուրդը ինֆորմացիա ստանում է քաղաքական վերնախավից եւ լրատվամիջոցներից, չէ՞։ Քաղաքական վերնախավը չի ապրում այս օրակարգով։ Քաղաքական վերնախավը ուրիշ օրակարգով է ապրում։ Որ օրակարգով։ Ես չգիտեմ, իրանց օրակարգով ինչ օրակարգի չեն անդառնում այս հայ-ռուսական հարաբերությունների օրակարգով, թե ինչ հետևանքներ է գնում։ Մեր քաղաքական վերնախավը մեծամասամբ չի ապրում։ Խոսքը նաև ընդդիմության մասին։ Չէ, իհարկե, դե քաղաքական վերնախավը ընդդիմության մասին է։ Տեսեք, շատերը չեն ուզում նկատել այս խնդրի կարևորությունը, մտածելով, որ կարող է իրանց մեղադրեն, որ ինքը բանը, չգիտեմ, Ռուսաստանի կողմնակից է կամ չկամ, երևի միգուցե իրանց համար դա կարևոր չի։ Կողմ է հայ-ռուսական բարիդրացիական խնդիրը գիտեք ինչի մեջ է, նորմալ երկիրը պետք է ունենա իր անվտանգության հայեցակարգը, որից հետո ինքը պետք է փորձի մաքսիմալ դիվերսիֆիկացված հարաբերություններ ունենա բազմաթիվ երկրների հետ, որպեսզի կարողանա ապահովել իր անվտանգությունը։ Բայց ինքը պետք է ունենա գլխավոր մի հատ հայեցակարգ անվտանգության, որտեղ հասկանա ով է իր գլխավոր ռազմավարական գործընկերը, ով է իր հարակից գործընկերը եւ այլն եւ այլն։ Հիմա ես ինչ եմ ուզում ասեմ, քանի որ այս ամենը շատ կարևոր խնդիրներ են, բայց մեր քաղաքական վերնախավը այլ կյանքով է ապրում։ Փաստացի ստացվում է, որ այն ինչ որ հիմա հայ-ռուսական հարաբերության մեջ գնացել է, աննկատ է գնացել մարդկանց համար։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է 2 տարի առաջ, որ ռազմաբազան սպառնում է Հայաստանի անվտանգությանը։ Պաշտոնապես հայտարարել։ Դե դա Ալիևին է երկաթգծի հետ կապված, ինքը շուտ բանից դրա մասին խոսել է։ Ատոմականի հետ կապված, ինքը պրակտիկորեն արդեն ինքը ընտրություն է կատարել, որ դա պետք է ամերիկյան մոդուլային ատոմականի համակարգը լինի։ Այսինքն ինքը գրեթե բոլոր հարցերում ինքը սողացող ճանապարհով գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կազմաքանդման ուղղությամբ։ Ինքը դա անվանում է դիվերսիֆիկացիա, բայց իրականում ինքը դա ավելի արագ կարող գնալ, պարզապես կանի որ այդ հայ-ռուսական հարաբերությունները կարող է փլուզվի, փլուզման արդյունքում կարող է մեծ ցնցում առաջանալ, ինքը վախենում է իշխանությունը կորցնելուց, ինքը փորձում է ավելի մեղմ ճանապարհով գնալ, բայց այն որ իր գլխավոր առանցքը Ռուսաստանից փախնելն է, դա միանշանակ է։ Բոլորը հասկանում են որ Ռուսաստանից փախնել դա նշանակում է հայտնվել Թուրքիայի մեշոքի մեջ։ Դե շարունակեմ ես ավարտեմ իմ ասածս, հա, բայց քանի որ այս խնդիրը իրական ոչ մեկ չի քննարկել ռուսական շուկայից դուրս գալ, ինչ շուկայի մեջ կարաս հայտնվես։ Ռուսական անվտանգության համակարգից դուրս գալիս, ինչ, քանի որ ոչ մեկին դա հետաքրքիր չի եղել, ժողովուրդը չի ստացել այդ ինֆորմացիան, քանի որ ժողովուրդը չի ստանում ինֆորմացիան, ժողովուրդը անտեղյակ է մնում, անգրագետ է մնում, անտեղյակ ինչ ուզում եք կարաք ասեք, հասկանում եք, բայց ժողովուրդը որտեղից պետք է ստանա այդ ինֆորմացիան։ Սովորաբար ժողովրդին քաղաքական էլիտան, ինտելեկտուալ շրջանակները, չէ։ Հիմա եթե այդ բոլոր շրջանակները խոսում են ամեն ինչից բացի երկրի ամենաառանցքային խնդիրների մասին, այդ ժողովուրդը որտեղից կստանա։ Հիմա ես քեզ մի հատ օրինակ բերեմ, որ պատկերացնես։ Վերջի ընտրություններն եմ բերում։ Վերջի ընտրությունների անկյունակարը իշխանության այն էր, որ անկյունակարն եմ ասում, այն էր, որ փաստացի բերում են խաղաղություն։ Ընդդիմության անկյունակարներն որ գալու են 300,000 ադրբեջանցի։ Հիշում ես այդ պատմությունը, չէ՞։ Այսինքն կար 2 օրակարգ։ Մեկ ասում էր պետք է խաղաղ ապրենք ադրբեջանցիների հետ, մյուսը ասում էր որ ադրբեջանցիները գալու են մեր խեղդեն։ Պայմանական եմ ասում։ Հիմա պարզ մի հատ ձևակերպում տամ։ Իրական օրակարգը որ կա, լրիվ ուրիշ է։ Իրական, այսինքն այնպիսի օրակարգ, որը ավելի առարկայական է։ Հիմա զարմանալին գիտես ինչի մեջ է, որ Հայաստանը հիմա այլ օրակարգ է աշխատում, որտեղ Ռուսաստանն է փորձում աշխատել, Եվրոմիությունն է փորձում աշխատացնել, Միացյալ Նահանգներն են փորձում աշխատացնել, բան, բայց մեր ժողովուրդը ապրում է այլ օրակարգի մեջ, բայց ինքը մեղավոր չի դրա համար, որտեղ իրան ուրիշ բան են տալիս։ Իրան տալիս են միգուցե այն մարդիկ որ տալիս են տենց մտածել են, միգուցե իրանք տգետ են որ տենց են տալիս, հասկանում ես։ Հիմա օրինակ իշխանությունը կարող ասի
ուր է այդ 300,000 բախի չի գալիս օրինակ եմ ասում ասում պարոն Բազարյան հիմա ինչ պետք է ասի ընդդիմությունը այս պարագայում այսօր չեն գա վաղը բայց իրական օրակարգ իսկ իրական օրակարգը որն է 6 ամիս հետո Հայաստանը կարող է կատվածար վիճակի մեջ լինի ես ասեմ ինչու եք այդպես շատ բարձ որովհետև հիմա Ռուսաստանը հայտարարել է որ մինչև դեկտեմբերի վերջ Եթե Հայաստանը հանրակրվեջ անցկացնի ԵԱՏՄ դուրս գալու կամ դուրս չգալու վերաբերյալ փաստացի ԵԱՏՄ-ն Հայաստանին վռնդելու է այդ կարգավորը։ Այստեղ էլ Նիկոլ Փաշինյանը ասում է ԵԱՏՄ-ն դրանով կկործանվի։ Հիմա այդ գիտեք ինչ է, դա աղքատի եւ խեղճի ձևակերպում է, ասենց ասեմ քեզ։ Երբ որ մարդը բանը քիթը չի հասնում բաներին, ինքը սկսում է հայտարարել որ բաները լավը չի։ Դա անեցք է էլի։ Անեցքի պես բան է։ Այսինքն հիմա տեսեք Փաշինյանը հիմա նայ էլի է բանը։ Դեյլիգան պարզած հարցադրում եմ տալիս քեզ մեր հասարակությանը 6 ամիս հետո Հայաստանը կարող է հայտնվի ծանր վիճակի մեջ անվտանգային եւ տնտեսական։ Ո՞վ է դրա մասին առաջնային խոսում։ Հիմա փաստացի, քանի որ Պուտինը հասկացել է որ Հայաստանում քաղաքական վերնախավել չկա, ինքը հույսը դրել է քո ժողովրդի վրա։ Ինքը ասում է ժողովուրդ ջան, դու ես հիմա ոչ թե Փաշինյանից եմ պահանջում ընտրություն։ Ինքը ասում է ես հայ ժողովրդից եմ ուզում ընտրություն, թե հայ ժողովուրդը вообще ինչա մտածում։ Իրան արդեն հետաքրքիր չի ընդդիմությունը ինչա մտածում։ Որովհետև սենց ընդդիմություն, սա մեծ նվեր է այս իշխանության համար։ Պարոն Բազարյան, մի բան նշեմ, որ ասում եք ժողովրդի վրա է հույսը դրել, ոչ մի ժողովուրդ պատմություն չի կերտել, անհատներն ու էլիտաներն են կերտել այդ պատմությունը։ Մի րոպե։ Այս պարագայում մենք պետք է վերջին 30-40 տարիների ընթացքում ունենայինք այնպիսի քաղաքական, ինտելեկտուալ, քաղաքագիտական էլիտա, որ ձեր ասածները տրամաբանության շրջանակներում բացատրեին, բայց մենք ունեցել ենք լրիվ հակառակը, երբ խոսում մեծահարուստների մասին, օրինակ պարոն Դանիելյանի հետ շատ ենք խոսում այդ մասին, որ մտքի վրա ըստ էության 30-40 տարիների ընթացքում գումար չի ծախսվել, եկեղեցի կառուցելու վրա ծախսել են, չգիտեմ, այլ տիպի չգիտեմ, չթվարկեմ, հա, այլ տիպի բարեգործությունների վրա ծախսել են այդ փողը, բայց միտք արտադրելու վրա չեն ծախսել։ Հիմա դուք ասում եք, չգիտեմ, որովհետև այդ նախկին էլիտան ասում էր, թե քաղաքական զբաղվելու համար շատ խելք պետք չի։ Դասական Հովիկ Աբրահամյանն որ ասում են շատ խելք պետք չի, որտեղ են հայտնվել ու բանը կամ սպասարկում են Նիկոլ Փաշինյանի շահերը կամ հայտնվել են ուղիղ աշխատանքային կաղուտում։ Հիմա ուզում ասեմ, որ հիմա այդ մարդիկ այտենց մարդիկ են կառավարել մեզ։ Այդ մարդկանցից դու կարող ես սպասել, որ լուրջ քաղաքական վերնախավ լինի, դրա համար էս մարդ եկել է իշխանության։ Ինչի սա այս տիպի մարդը որ գալիս է իշխանության, դա հասարակական հիվանդություն է, համաձայն ես սրա հետ։ Հիվանդություն է, որովհետև օրինակ հանդուրժելը հաստատ Զելենսկին որ եկավ իշխանության, դա ուկրաինական հասարակության հիվանդությունն էր, բայց ուկրաինական ժողովուրդը ինքը ուրիշ ճգնաժամեր ապրում, այնտեղ կար մի քանի ինքնություններ։ Ուկրաինական ժողովուրդը նոր պետքա ինքնության փնտրտուքի մեջ էր։ Հիմա այդ մարդը որ եկավ, ինքը մեծ ողբերգության մեջ ակցեց այդ երկրին, բայց Հայաստանը ինքը մի քանի ինքնություններով չէր ապրում։ Հայաստանը կուր բանը շատ կայուն ինքնություն ունեցող ժողովուրդ է։ Նույնիսկ վրացիները այդ իմաստով իրանք ազգությունների հավաքածու են այդ իմաստով, այնտեղ կախետինցին եւ աջարացուն եւ բանից մեկ տարբերվում է, մեր մոտ էդ էլ չկա։ Ֆունդամենտալ տարբերակ։ Բայց այսինքն մեր մոտ այնքան հեշտ էր, որ դու կարողանայիր իսկապես լուրջ մակարդակի քաղաքական ազգ սարքել, եթե դու այդ ունեիր այդ գիտակցությունն ու պատկերացումը։ Բայց ես եմ ասում, ցավոք սրտի մենք չունեցանք բախտ, որ մեր վերնախավը լիներ այնպիսի մարդիկ, ովքեր որ գիտակցեին քո ասած, որ պետքա քաղաքական էլիտայի վրա ռեսուրս տնեն, որպեսզի էլիտան կարողանար ձևավորել քաղաքական ազգ։ Դրա համար էլ այսպես ասած պատժվեց պատմությունը այս մարդը եկավ իշխանության, ինչի, որտեղ դու սարքում ես այսպես ասած խոզակոլխոզական երկիր, արդյունքը լինում է սա։ Արդյունքը սա է լինում։ Ցավոք, պարոն Դանիելյանը, հիմա փորձենք աստիճանաբար ամփոփել, բայց քանի որ խոսք գնաց արդեն ներքին գործընթացների մասին, ակնհայտ է, որ մենք խնդիրներ ունենք եւ շարունակում ենք ունենալ եւ այդ ամեն ինչը գնում է դրան, նույնիսկ նկատվում է այսպիսի բան, երբ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասում է, որ դե ես աճեցրած ձուկ չեմ ուտում, որովհետև որակի այդ խնդիր կա, ըստ էության ակնարկում է, որ մենք այնտեղ արտահանել ենք Ռուսաստան այնպիսի ձուկ, որը ինքը չի ուտում, այսինքն որակը այն չի, եւ երկրորդ ինձ թվում է, որ արդեն նախապատրաստում են այդ ձկնաբուծական ֆերմաների տերերին եւ աշխատողներին, որ իրեն կոմպենսացիա չեն ստանալու եւ դա վերաբերվելու է նաեւ երևի թե ծաղիկներին, լոլիկին, միրգ բանջարեղենին։ Այդքան կոմպենսացիա սուտ է, այդքան կոմպենսացիա հետո ասում եմ, որ լավ ձուկ չեք արտադրել, դրա համար կոմպենսացիա չենք տալ։ 2-ից 2.5 անգամ կրճատվելու է։ Դուք
պատրաստվեք դրան 6 ամիս հետո։ Նույնիսկ եվրոպացիները, հա, պարոն Դանիելյան, այդքան փող չեն տա, որ Ну Վրաստանը որոշեց այդ ձուկը ընդունել մի մասը։ Այդ անորակ ձուկը։ Հայաստանի անորակ Այո, դե փառք ու պատիվ իրենց, բան չունեմ ասելու, բայց քանի որ ներքին գործընթացների մասին խոսեցինք, պարոն Դանիելյան, տեսեք, մենք ասում ենք միտքը չի կայացել, քաղաքական էլիտա չկար, բայց մինչև 18 թվականը նշում էին, որ Հայաստանում կայացել եւ կայանում է քաղհասարակությունը, որովհետեւ կան քաղհասարակության կազմակերպություններ, որոնք շատ ազդեցիկ են, կան անձինք, ովքեր մեծ լսարան ունեն, մեծ ազդեցություն ունեն, կարող էին ազդել իշխանությունների որոշումների վրա, կալանքի հետ կապված, բռնության ենթարկելու հետ կապված, ոստիկանության հետ կապված, ինչ-ինչ անօրինական գործընթացների հետ կապված, բայց 18 թվականից հետո, երբ իշխանության եկավ այս մարդը, մենք տեսանք, որ իրականում չկար քաղհասարակություն, իրականում այդ մարդիկ սպասում էին, որ իշխանություն փոխվի եւ ամեն մեկը մի ձևով տեղավորվեն իշխանության համապատասխան տարբեր տեղերում։ Օրինակ падգամավոր դառնան ոմանք ինչ-որ պաշտոններ ստանան, ոմանք մնան հասարակական կազմակերպություն, բայց դառնան գոնգոներ եւ չխոսեն են այլանդակությունների մասին, ինչ հիմա կատարվում է, այսինքն քաղբանտարկյալների մեծ այսպես ցանկ կա եւ դա շարունակվում է, Անդրանիկ Թևանյան, Արեգնազ Մանուկյան, Ավետիք Չալաբյան, Արմեն Աշոտյան, սա այն մարդիկ են, ովքեր հիմա կալանքի տակ են գտնվում, այս շաբաթվա ընթացքում էլի լսեցինք ձերբակալություններ եղավ Դաշնակցության շարքերից, ուժեղ Հայաստանից այսօր լսեցինք, որ ինչ-որ խուզարկության էին գնացել, ինչ կբացատրեք, թե ինչով էր պայմանավորված այն շոուն, որ կար 18 թվականից առաջ, որը ստեղծում էր քաղաքացիական հասարակության կայացվածության պատրանք։ Հիմա շատ պարզ կբացատրեմ, թե ինչ է տեղի ունեցել, որտեղ այդ ամեն ինչի ականատեսներից մեկը ես եմ եղել։ Մասնակից եմ եղել։ Ուրեմն Հայաստանի քաղաքացիական հասարակության այդ ժամանակահատվածը ես երկու մասի կբաժանեի՝ մինչև 2013 թվական եւ 2013 թվականից հետո։ Այդ ժամանակ շատ ֆունդամենտալ բան է կատարվել։ Ուրեմն մինչև 2013 թվականը կային տարբեր հասարակական կազմակերպություններ, մարդու իրավունքների ոլորտում եւ այլն, որոնց մեծ մասը անկեղծորեն շատ լավ աշխատում էր եւ հեղինակություն էին ձեռք բերել, շատերը մասնագետներ դառան, հա, եւ ազդեցություն ունեին հանրության վրա։ 2013 թվականից հետո ֆունդամենտալ փոփոխություն է տեղի ունեցել։ Ուրեմն դա սկսվել է ուկրաինական process-ներով։ Այսինքն հիշում եք 4 երկիր, այդ թվում նաև Հայաստանը պետք է ընտրություն կատարել Եվրոպական միության ասոցիացիա, թե ԵԱՏՄ, որը նոր էր ստեղծվում, թե որ Մաքսային միություն, առաջինը մենք Մաքսային միությունը Եվ նույնիսկ 13 թվականին ես Կիևում էի եւ այդ ապագա Մայդանի հերոսների հետ շատերին նաեւ տեսել եմ, այդ այսինքն այդ process-ը արդեն գնում էր։ Եվ ամեն ինչ եկել էր աշխարհաքաղաքական պայքարին։ Ուրեմն 2013 թվականից հետո սկսվեց ընտրություն, այսինքն այն գրանտերը, որոնք տալիս են քաղաքացիական հասարակությանը, օրակարգը սկսվեց փոխվել, այսինքն քաղաքականացման process գնաց, աշխարհաքաղաքականացման process գնաց։ Այն մարդիկ, որոնք անկեղծորեն մարդու իրավունքներով եւ այլն, նրանց առաջ սկսեցին դռները փակվել գրանտերի եւ այլն։ Այն հատվածը, որը պատրաստ էր մտնել քաղաքականության մեջ եւ աշխարհաքաղաքական ընտրություն կատարել, այսինքն իրենք խոսում են Պուտինի մասին, ոչ թե Հայաստանում ոստիկանապետների անօրինական, իրենք խոսում են Եվրոմիության լուսավոր Հա, մեկը կար, օրինակ Արթուր Սաքունցը Պուտինի անունը բերանից չէր անում։ Հիմա խնդիրը որտեղ Մինչև հիմա պատվերը դա էր, այսինքն 13-14 թվականից քաղաքացիական հասարակությունը, այսպես կոչված Հայաստանում, մաղման գործընթաց գնաց, ովքեր որ պատրաստ են ծառայել աշխարհաքաղաքական խնդիրներին, նրանք մնացին, ովքեր պատրաստ չէին, դուրս եկան։ Եվ 2018 թվականին մենք տեսանք, որ այնտեղ նստած է ինչ է Մերձի Շերժին եւ այդ քաղաքական թևն է։ Մերժիր Սերժինի ժողովուրդը դա քաղաքասարակության հատվածներ, որը մնաց քաղաքասարակության մեջ եւ ֆինանսավորվեց, իսկ այն հատվածը, որը պատրաստ չէր
այդ դերը կատարել, որոնք ասենք երկրի շահերով են ավելի շատ մտահոգված, որոնք իրոք անկեղծորեն մարդը դա սկսեց դուրս մնալ։ Իրենք արդեն չէին ֆինանսավորում եւ պետությունը չուներ քաղաքականություն, որ ինքը ֆինանսավորի կայացնի քաղաքացիական հասարակություն։ Այսինքն այդ ամեն ինչը նորից եմ 13-14 թվականին տեղ ունեցավ։ Եվ հիմա ովքեր որ կան, մենք տեսնում ենք այդ մարդիկ ովքեր են։ Այսինքն ժամանակին կային, չէ, տարբեր տեսակի հայեր, չերքեզահայեր, խփճակահայեր, չէ, Ղրիմում, հետո Ուկրաինայում։ Հիմա բենդերահայեր են աճացրել։ Այն մարդիկ, որոնց ամբողջ խնդիրը Բայց դրանց նացիոնալիստ ասել էլ չի չէ, նացիոնալիստ չեն, այդ մարդիկ պայմանական բենդերահայեր են, որոնց խնդիրը աշխարհակաղակական պայքարի մեջ մտնելն էր, հասկանում ես, իրենք այդ շահերն են սպասարկում եւ իմ համար ես մինչեւ հիմա հիշում եմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին առավոտյան, երբ որ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, հայտնի դեմքերից մեկը անգլերեն տառերով գրեց Պուտին Ղարաբաղի կապուտ։ Այսինքն այդ կարծեմ Խարատյան, հա։ Հա, այսինքն ի՞նչ է նշանակում։ Ազգանունով մեկներ Արցախը թող կործանվի, բայց Պուտինը տեսակ կրվեց եւ հետագայում ասում են, չէ, որ Ռուսաստանը Արցախում կրվեց։ Մինչև հիմա էլ ասում Հա, են։ հիմա տեսեք, խնդիրը այդ ձևի մարդիկ են աճեցվել, որոնք ոնց որ սովետական միության սկզբնական փուլում բոլշևիկ հայեր կային, չէ, որ ասում են Հայաստան թող տարածքներ կործանվի, բայց պրոլետարական հեղափոխություն աշխարհում։ Ինչ ազգ, ինչ շահ։ Սա այսօրվա այսպես կոչված քաղաքացիական հասարակությունն է։ Եվ նաև ես ուզում եմ ասեմ, հիմա նոր process է սկսվել եւ իրոք իսկական քաղաքացիական հասարակության սերմերը արդեն սկսվել են եւ դա կապված է նաև այս քաղբանտարկյալների ձերբակալությամբ։ Այսինքն տեսնում ենք հասարակության մի շերտ, որը միավորվում են առանց որևէ գումարի իրենց պարտքը համարելով միավորվել եւ սա այն սերմն է լինելու, չգիտեմ հետո ինչ կլինի, բայց սերմերը արդեն կան իսկական քաղաքացիական հասարակության եւ այն մյուս ծերտը, որը Հայաստանի շահերին չի սպասարկում, բենդերահայերը, հա, պայմանական, ես կարծում եմ նրանք կլքեն ասպարեզը։ Կլքեն ասպարեզը եւ օվկիանոսի ափից կվայելեն ափին, կվայելեն այն գրանտները, որոնք իրենք ստացել են, իրենց համար հայրենի կարծում եմ այդքան նշանակություն չունի, իրենց համար հայրենի կարող է լինել երկրագնդի այն լավագույն հատվածներից մեկը։ Այսքանով ավարտենք, մենք հյուր ունենք, սրանից հետո այսինքն ես հյուրընկալ եմ փաստաբան Տաթևիկ Սողոյանին եւ վերջում փորձենք, ես հասկանում եմ, որ կանխատեսում անելը անշնորհակալ գործ է, բայց ինչ եք կարծում, էսկալացիան շարունակվելու է, թե ինչ որ պահի Նիկոլ Փաշինյանը կանգառնի։ Իմիջիալոց ինքը վատ է զգում դրանից, երբ իրեն ասում են, որ դու ես էսկալացիայի հեղինակը, դու ես էսկալացնում, ինքը անընդհատ գնդակը գցում է Կրեմլի դաշտը, ասում է մենք ինչ կապ ունենք, իրենք են անողը, ես կապ չունեմ, ես զոհ եմ, մոտավորապես այդ տրամաբանության մեջ է։ Շատ կարճ, պարոն Բոզյան։ Տեսեք, ես անկեղծ ասեմ, ես չէի ասի, որ Փաշինյանը փորձում է ամեն ինչ անի, որ հիմա սրվի հայ-ռուսական, տենց ստացվել է արդեն։ Այսինքն ինքը հայտնվել է շախմատային լեզվով, պատային կարգավիճակ, պատային իրավիճակի մեջ, ինքը արդեն օբյեկտիվորեն տարբերակ չունի ցանկացած քայլ գնում է իր, այսպես ասած, անխուսափելի կործանման, ինչի, որովհետև իր եւ Հայաստանն էլ մեծ հարված է ստանալու դրանից։ Ինչի եմ դա ասում, որովհետև տեսեք, ինքը բնականաբար չէր ուզենա, որ սրվեր հայ-ռուսական հարաբերությունները, բայց Ռուսաստանի շահավետ չի, որ այս տիպի Հայաստանը ինքը կարողանա, այսպես ասած, էժան ռեսուրսներով ապահովի ցորենով, չգիտեմ, էներգամատակարարումով, չգիտեմ, գազով, բանով, ինքը ինչի պետք է, ինքը ասում է, ես կներես իր ձևակերպմամբ ասում է, ինչի պետք է ես փաստացի իմ մոտ սպասարկեմ, աջակցեմ ներքին գներով տամ մի երկիր, որը փաստացի թշնամական քաղաքականություն ավարելու իմ դեմ։ Չէ՞ թաքցնում արդեն։ Դե հա, դա փաստացի այս ամեն չի հետևում քաղաքականություն կա։ Մենք արդեն կարմիր գիծը անցել է, իրանք պարզ ասում են, որ Հայաստան, իրանք հույս ունեին, որ այս ընտրություններով ինչ-որ բան կարող է փոխվել, բայց չփոխվեց։ Տրամաբանականը, որ իրանք չեն շնորհավորելու այս մարդուն, դա հասկանալի է, որտեղ իրանք փաստացի սա իր համար թշնամական իշխանություն է։ Եթե իրանք հույս ունեն հիմա հետևյալ տարբերակի, որ կամ ժողովրդի մեջ կարտանա մի նոր բան,
բողոքի ալիք կամ իշխանության մեջ ինչ-որ փոփոխություն կլինի, ինչ-որ ուժեր կգան, կփոխեն այդ իրավիճակը, միգուցե իշխող ուժի շրջանակների մեջ վարչապետի փոփոխություն կլինի եւ նոր մարդ կգա, իրանք այդ հույս ունեն։ Այսինքն էսկալացիան շարունակվել է։ Էսկալացիան շարունակվել է, ռուսներն ասում են, եթե Հայաստանում ոչ բան չի փոխվելու, ուրեմն մյուս տարվա հունվարից Հայաստանը կհայտնվի արդեն մեր ռադարներից արդեն դուրս, այդ ժամանակ թող Հայաստանը իր անվտանգությունը, իր տնտեսական սոցիալական վիճակը լուծի իր արամեծան գործընկերների հետ։ Գործնականում դա կնշանակի, որ Հայաստանը հայտնվել է խայտառակ ծանր վիճակի մեջ հունվար ամսին, մարդիկ արդեն համատարած կտեսնեն դա ինչ է նշանակում, գազի գնի թանկացման ճանապարհով, ատոմական այդ լուրջ խնդիրների հետ կապված եւ ընդհանրապես սոցիալ-տնտեսական ծանր վիճակով եւ դրան գումարած անվտանգային ահռելի մակարդակով այդ ժամանակ արդեն երբ որ քո հարևան երկրները լրիվ ուրիշ լեզվով արդեն կխոսեն քո հետ այդ ժամանակ մարդիկ արդեն շոկի մեջ կհայտնվեն, բայց դա կլինի 6 ամիս հետո։ Շնորհակալություն պարոն Դանիելյան, այս ապոկալիպտիկ իրավիճակ ներկայացրած պարոն Բոզյանը, այդ իրավիճակում օրինակ արևմուտքը մեզ չի օգնի Բենդերյան ոճով ես հարցը տամ, որ արևմուտքը օգնության կգա, որովհետև իրենք նշում են, որ այ Ռուսաստանից հեռանալը նշանակում է հայտնվել արևմուտքի գրկում, տակ եւ ապահով օգնություն կտան, բայց Բենդերի ոճով ամեն մի վիտամինի կալորիայի համար բազմաթիվ ծառայություններ կպահանջեն, որը կարող է նաև հարցական տակ դնել Հայաստանի գոյությունը։ Շնորհակալություն, այսքանով ավարտում ենք այս քննարկումը Երվանդ Բոզոյանի եւ Ստեփան Դանիելյանի հետ, իսկ դուք հարգելի դիտողներ մնացեք, քիչ անց ես կհյուրընկալեմ փաստաբան Տաթևիկ Սողոյանին։ Ընդհանրապես ինչու են ասում կանանց պետք է ընդգրկել ղեկավարության երկրի կառավարման մեջ, որովհետև ինչպես ցույց է տալիս նորմալ երկրներում փորձը, այդ դեպքում քաղաքականությունը ստանում է ավելի մարդասիրական բնույթ եւ սոցիալական օրենքների փաթեթը ավելի մեծանում է։ Այսինքն ակնկալիքը դա է, երբ որ ասում են, որ կանանց պետք է ընդգրկել եւ լավ է, որ ընդգրկվեն, նրանք չեն, այսպես ասած, մտածել, որ կանանց ձեռքով առանձնահատուկ դաշնությամբ կվերաբերմունքը կդառնա Հայաստանի Հանրապետության առօրյա վարչական ուղղակի պրակտիկա եւ չեն մտածել, որ հենց իրենց նշանակել են նրա համար, որ հետապնդեն կանանց։ Մենք երբևէ որևէ ժամանակահատվածում չենք ունեցել այդքան կանանց հանդեպ քաղաքական հետապնդումներ։ Ինչ վերաբերվում է երեխայի հետ չհանդիպում։ Մի տեսեք, թե ինչքան նսեմացված են այդ մարդիկ, այս ինչքան վախկոտ են այդ մարդիկ, այս ինչքան սադիստական հակումներ ունեն։ Դա փաստորեն երեխաների իրավունքների կոնվենցիայի կոպտագույն ոտնահարում է մի քանի նորմերի, մի քանի միանգամից։ Էլ չեմ ասում, որ Արեգնազ Մանուկյանի հանդեպ այդպիսի որոշումը որևէ հիմք, որևէ պատճառ, որևէ բացատրություն չունի։ Այսինքն այդ ինչ մի միջազգային հանցագործություն գործած անձ է, որի հետ հանդիպումը ազգակիցների հետ եւ առավել եւս իր երեխայի, անչափահաս երեխայի հետ արգելվում է։ Դա միայն խոսում է, կրկնում եմ, այդ ամբողջովին արժանապատվությունից զուրկ այս իշխանությունների եւ իրենց քաղաքականությունը իրականացնող անձանց մասին։ Ես ափսոսում եմ, որ ժամանակին Հայաստանի Հանրապետությունում հասարակությունը պայքարել է թե մարդասիրական նորմերի ներմուծման համար եւ թե որոշ ինչ որ գոնե շատ համեստ ծլեր իրավական պետության կայացման համար։ Հիմա այդ ամբողջը ոտնահարվել է ուղղակի ոտի տակ գցած եւ դա արվում է կանանց, այսպես ասած, ձեռքով։ Չգիտեմ, ինչի մասին են մտածում այդ կանայք, ափսոսում եմ, մեղքս են գալիս։ Ես այդ ոչ մոդայիկ խոսքը ես պետք է։ Ես այդ կանայք եմ մեղքս են գալիս։ Այդ ինչ աստիճանի պետք է հասնեն, որ այդպիսի գործողությունների, այսպես ասած, հրամաններ տան, ստորագրեն, համբերեն,
եւ վերջապես բացարձակապես չպայքարել։ Ես ողջունում եմ մարդու իրավունքների պաշտպան այցելությունը այս սահմանների մեր այդ մարմինների, շատ լավ է, թե ինչպես են վերաբերվում մուտք գործող Հայաստան մուտք գործող հանձնաժողովը, շատ լավ բան է, բայց շատ կներեք, չարժե ուշադրություն դարձնել, թե ինչպես են վերաբերվում Հայաստանում ներսում հենց ոչ միայն քաղաքական գործիչներ տղամարդկանց, այլև կանանց հետ։